Ռուսաստանը վստահ է, Ադրբեջանում ռուսական տան շուրջ ստեղծված իրավիճակի լուծումը կգտնվի, դրա համար պետք է երկխոսություն վարել, իսկ Մոսկվայի ու Բաքվի երկխոսությունը երբեք չի դադարել։ ՌԴ փոխարտգործնախարարի հայտարարությունն է։ Նրա խոսքով Մոսկվային եւ Բաքվին կապում է դաշնակցային փոխգործակցությունը, ինչպես նաեւ ընդհանուր պատմությունը։ Հունգարիայի կառավարությունը հայտարարել է, որ դուրս է գալիս միջազգային քրեական դատարանից, գրում է BBC-ն։ Օրբանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Նեթանյահուն, որը հետախուզվում է ՄՔԴ-ի ձերբակալության օրդերով, պետական այցով ժամանել է երկիր։ ՄՔԴ-ն իրավասու է քրեական պատասխանատվության ենթարկել ցեղասպանության, ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողներին։ ԱՄՆ-ն կմնա ՆԱՏՕ-ի անդամ, սակայն դաշինքը պետք է ավելի կենսունակ դառնա, Ռուբիոն է տեղեկացրել։ Միացյալ Նահանգները ակտիվ դեր է խաղում ՆԱՏՕ-ում, ինչպես միշտ։ Թրամփը հասկացրել է, որ աջակցում է ՆԱՏՕ-ին եւ որ երկիրը կշարունակի մնալ դաշինքի անդամ, ասել է Ռուբիոն։ Առաջիկա շաբաթներին կամ ամիսներին իրական հնարավորություն կա ՌԴ կողմից դադարեցնելու կրակը, Ուկրաինայի նախագահի խոսքն է։ Հրադադարը պատերազմի ավարտի ուղղությամբ ամենամեծ քայլն է, բայց դա ավարտը չէ, նշել է Զելենսկին։